Ախր դուք ձեզանից լավ ոչ մեկ այդ ցիկլը չգիտի էլի կոռուպցիոն, դուք դրա բաներն եք, ոնց ասեմ, պրոֆեսորներն եք, դոցենտներն եք ու չգիտեմ ինչ սև գոտի 5-րդ դան եք դուք այդ հարցում հասկանում եք, ախր բանա, երբ որ կոռուպցիա տեղի ունենում շինարարության մեջ, սիստեմը սենց է, փողը ինչ որ մեկը մրցույթ է շահում կամ մեկ անձից գնում է տեղի ունենում, փողի մի մասը տալիս է մրցույթը հայտարարողին, անորակ աշխատանք է անում, մրցույթը հայտարարողն է գալիս է անորակ աշխատանքի վրա աչքա փակում, կատարողականը ստորագրում է, ասում է ընդունեցի աշխատանքը։ Կոռուպցիոն ցիկլը համարվում է փակված։ Այն պարագայում, երբ որ մրցույթի հայտարարողը կամ գնում կատարողը աշխատանքը չի ընդունում, այդ ո՞նց է ստացվում, որ այդտեղ կոռուպցիա կա։ Այսինքն դուք հասկանում եք ձեր բանի աստիճանը, ձեր կոռուպցիայի դեմ պայքարը որպես այդպեսին եկել հանգել է հետևյալ կետին, դուք որպես ընդդիմադիր խմբակցություն եկել հանգել եք հետևյալ կետին։ Եկեք տենանք քաղաքապետարանը, որտեղ աշխատանք չի ընդունել շինարարական։ Գնանք ասենք այդտեղ կոռուպցիա կա, անորակ աշխատանքը ցույց տանք։ Այդ ձեր ցավը տանեմ։ Դուք որպես ընդդիմություն ում եք պետք, եթե պետքա գնաք քաղաքապետարանի արդեն իսկ տեսածը ասեք։ Ինչի մասին եք դուք։ Այդ ձեր տեսացելն է բանը, ինչ անում, քաղաքապետարանի փորձագետները կամ առաջ երկրորդ կարգի մասնագետները արդեն իսկ տեսել են այդ աշխատանքը չեն ընդունել, էլ դուք ինչ եք ասում։ Պարոն Մինասյան, ասում եք ամենահարուստն եք դուք։ Ձեր անցած ելույթում տենց բան եք, լուրջ եք ասում, պարոն Մինասյան, հա։ Լուրջ եք ասում։ Այս խմբակցությունից մեկը բան է առնում, 20 տարվա հիպոթեկով մի հատ տուն է առնում, 800,000 հատ լրատվամիջոց այնքան հոդված են վրան գրում, որ չգիտես ինչ է։ Այդ մարդը ասում է, վայ հարամալնի այդ տունը ինչ ասեմ ասենք։ 20 տարի հիպոթեք պետք է փակի, հասկանում եք խմբակցության падգամավորը, որը տուն է գնում, 20 տարով հիպոթեկով տուն է վերցնում։ Դրա մասին այնքան հոդված է գրվում, որ չգիտեմ, բայց ձեր կողքի պարոն Օհանյանի ըստ մեղադրանքի տունը գնահատվում է մի քանի միլիարդ։ Մի քանի միլիարդ ասենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։